Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստրված ծրագիրն է։ Մանդելիո Լիանապոլիում ցեղասպանության հիշատակի օր։ Լիոնը հիշում է ցեղասպանության զոհերին։ 111 տարի անց ցեղասպանությունը հալամ հարցի տակ է։ Բռնազավթված Արցախում ճանապարհները ճեղքվում են։ Արցախաթեմի կոշտ ուղերձը սուս չնքնական։ Ռազմապարերը ուժի խորհրդի գաղտնիք։ Համշտենահայերին մասին բացահայտող դասախոսություն, թե Գերդաղի հայկական շկոլի մոռացված պատմությունը։ 2026 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մանդելիո Լիանապոլ քաղաքում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողությունն է ինյական։ Միջոցառումը կազմակերպվում է Արևմտյան Հայաստանը ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի նախաձեռնությունով համագործակցությունով Մանդելիո Լիանապոլի հայկական շրջանի Արևմտյան Հայաստանը հայերի ժողովի Մինգել Ֆրանսիա հայկական ծագումով նախկին զինվորականների ու դիմադրության մասնակիցների միության հետ։ Հուշարարողությունը սկսվելական է ժամը 11-ին քաղաքին Հայաստանը հրապարակում տեղադրված Խաչքարին կողքին։ Միջոցառումը անցկացնա Մանդելիո Լիանապոլի քաղաքապետ Սեբաստիան Լերոայի պատվավոր նախագահությունով։ Կազմակերպիչները կոչնում համայնքի ներկայացուցիչներին ու սաղ օզյողներին մասնակցել արարողությանը հարգանքի տուրք մատուցելի հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Արարողությունը անցկացվելու է սահմանված արարողակարգի պահպանումով։ 2026 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված պաշտոնական արարողություն է ինյան։ Միջոցառումը կազմակերպվում է Արևմտյան Հայաստանը ազգային խորհրդի կողմից։ Անցկացվելու է ժամը 11-ին Լիոնը Անտոնեն Պոնսեի հրապարակում գտնվող հայերի ցեղասպանության հուշարձանի կողքին։ Հուշարարողությանը մասնակցելի կոչով հանդես են եկալ Արևմտյան Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարար ազգային խորհրդի փոխնախագահ Լիդիա Մարկոսյանը, Մինգել խորհրդանի падգամավոր ու Լիոնի ուրան տարածաշրջանի պատվավոր հյուպատոս Կարապետ Անտոսյանը։ Կազմակերպիչները հրավիրում են համայնքի անդամներին ու սաղ օզյողներին ներկա գտնվելու միջոցառմանը հարգանքի տուրք մատուցելի հետի հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ 2026 թվականի ապրիլի 10-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում Արմենիա մշակութային միությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկելի հետի արդյոք հայերի ցեղասպանությունը մնամ արձիական Հայաստան-Թուրքիա մերձեցման պայմաններում։ Մասնակցան համայնքային ու հասարակական գործիչներ, քննարկումը վարել է Գրիգոր Ամիրզայանը, բանախոսների թվում մնել պարոն Արմենակ Աբրահամյանը, Ժակ ու Անի Մակարյանները, Ժորժ Երեցյանը, Խոսրով Իլիազերը եւ այլք։ Քննարկվել է վեր 1915-ից 1925 թվականների ցեղասպանությունը շարունակում է կարևոր մնալը, հատկապես քանի որ Թուրքիան այն դեռ ժխտվում է։ Արմենակ Աբրահամյանն ընդգծել է հայկական իրավունքների պաշտպանության միջազգային աշխատանքները, իսկ մյուսները խոսան Հայաստանաբարդ քաղաքական վիճակի, սփյուռքի դերի անվտանգային խնդիրների մասին։ Անդրադարձել է նաև արցախահայության տեղահանությանը։ Եզրակացություն, թեև քաղաքական փոփոխություններին հայերի ցեղասպանության հարցը շարունակում է մնալ արձիական, կապված պատմական հիշողության ինքնության ու Հայաստանի ապագայի հետ։ Բռնազավթված հայկական Արցախում արձանագրվում են տարօրինակ երևույթներ։ Ադրբեջանական վերահսկողության ներքո կառուցված ճանապարհները տարբեր հատվածներում սկսում են ճեղքվել ու քայքայվել։ Այս երևույթը շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես տեխնիկական կամ բնական խնդիր, այլ նաև խորհրդանշական իրողություն։ Կարծիքներին հնչում թե մայր բնությունը ինքն է արձագանքում իր անվղին վրա տիրող անարդարությանը, նշաստել ավեր այս տարածքի իրական տերերը հայերն են։ Չնայած պատճառների վերաբերյալ պաշտոնական բացատրություններ կան, վեճ փաստը մնամ ավեր նորակառույց ենթակառուցվածքները դիմանում չն ու վնասվում են մխլահարցեր հունցը շինարական որակի դիել ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այս զարգացումները եւս մեհետ ընդգծվում էր Արցախում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված ու բազմած շերտ արտացոլելով դաժե ենթակառուցվածքների վիճակի վրա։ Արցախաթեմը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը, որակել է որպես մշակութային ցեղասպանություն։ Հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցին կարևոր հոգևոր կենտրոն է Արցախցուց հետի, իսկ նման իրողությունները շարունակական են։ Արդեն վնասվել կամ ոչնչացվել է Շուշվա Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Բերձորասուրբ Համբարձումը ու այլ եկեղեցիներ։ Թեման ընդգծում է միջազգային կառույցների անգործությունը ու կոչանում անհապաղ միջամտել պաշտպանելի հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը։ Ռազմապարերը հայկական մշակույթում պրոստը պարային ձև չեն, դրանք ժողովրդի պատմական հիշողության պայքարի ու գոյատևման կենդանի արտահայտությունն են։ Այս պարերի յուրաքանչյուր շարժում կրմախորը իմաստ կապված հաղթանակների կորուստների ու վերապրումի հետ։ Հայ ժողովրդը իր պատմության վախտը բազմաթիվ հաղթանակներ է կերտել մղած զոհողությունների գնով։ Այդ հաղթանակները հաճախ են արյան ու կյանքի գնով պսակված, ինչի հիշողությունը փոխանցվել նաև ազգային մշակույթի միջոցով, հատկապես ռազմապարերում։
Ռազմապարերի բիդյա առաջու հետ կատարվող շարժումն խորհրդանշում են համ մարտիկներին պայքարը, համ էլ ժողովրդի դիմակայությունը դժվարություններին, նահանջի ու առաջխաղացման մշտական շրջափուլը, դրանք միաժամանակ արտացոլում են վղին հետ կապը, շինացուն գործը, բիդյա բերք ու բարիք տանող ճանապարհը։ Տղամարդկանց կատարումավը ռազմապարերում հնչող խրոխտ սյասնյա էներգետիկ բացականչությունը կրում են խորհրդանշական ուժ։ Դրանք արտահայտում են հային պատմական անցյալը, հավատքը, բնության հետ ներդաշնակությունը ու այն հաղթանակները վերոնք կերտվալ մզահողությունների գնա։ Սրանով ռազմապարերը տառնում են ոչ միայն մշակութային արժեք, այլ նաև ազգային ինքնության ու պատմական դիմակայության կենթանի խորհրդանիշ։ Ապրիլի 23-ին համշենահայությանը նվիրված առցանց դասախոսություն այնյան կազմակերպված համազգայինի Նյու Յորքի մասնաճյուղի կողմից միջոցառումը կազմակերպվում է սփյուռքահայկական համայնքների ծրագրի շրջանակում ու հանդիսանում է շարքի առաջին դասախոսությունը։ Մեկնարկելու է յուրգյունը ժամը 6-5-ի շղադաց դասախոսությունով հանդես է կիլական Կիրող Ավետիս Հաճյանը վերհայտնի է Թուրքիայի թաքուն հայերը գրքավը։ Դասախոսությունը անցկացվելու է հայերեն լյուզիվով, բայց պիտի նշենք, որ համշենահայերը այսպես կոչված սփյուռքի մաս չեն կազմում, այլ արևմտյան Հայաստան բնիկ բնակչությունը, ինչը վերաբերվա Թուրքիային, մնամ միլիոնավոր բնիկ հայերի գերեզմանների իրա արհեստականորեն սարքված քաղաքական միավոր։ Թեքիրդաղ քաղաքում գտնվող կրթական շենքը վերաներկայումս գործում է որպես Յահյա Քեմալ անակատար դպրոց, ունի հայկական անցյալ։ Շենքը երկար տարիներ օգտագործվել է որպես Հաջլի Բեյի տարրական շկոլ, իսկ ավելի շուտի հայտնի էր որպես Հիսուսյան հայկական շկոլ։ Շտեղ կրթությունն էլ ստանալիս տեղի հայկական խոխերքը։ 2006 թվականի դեկտեմբերին շենքի տնօրինումը փոխվել է ու 2007 թվականից սկսվել է գործել որպես Յահյա Քեմալ անակատար շկոլ։ Կրթական հաստատությունը Թեքիրդաղա Սուլեյման Փաշա շրջանի Չիֆթիլքոնյու թաղամասումն գտնվում պատմական Սուրբ Խաշ թաղամասին տարածքում։ Շենքը համարվում է տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության կարևոր հետքերյա մինը։ Նշվում է նաև, որ 1990-ական թվերին մինչև վերջ պահպանված Սուրբ Խաչ եկեղեցու Քյոհնյա զանգը ներկայումս պահպանվում է Թեքիրդաղին ազգագրական թանգարանում։ Այս պատմական շերտերը եւս մեհետ ընդգծում են քաղաքին բազմամշակութային անցյալն հայկական ներկայության հետքերը տարածաշրջանում։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։